Փոսերի խնդիրը մայրաքաղաքում շարունակում է մնալ արդիական։ Քաղաքապետարանի փոխանցմամբ փոսալցման աշխատանքները նույնպես ընթանում են, սակայն արդյունքները շատերին չեն գոհացնում։ Երևանի քաղաքապետարանի գործավարական նիստում ստվերում չմնացին Ավինյանին հուզող հարցերի պատասխանները։ Մինչ այս պահը կտրվել է մոտ 15,000 քառակուսի մետր ասֆալտ-բետոնյա ծածկույթ եւ տեղադրվել է մոտավորապես 13,000 քառակուսի մետր ասֆալտ-բետոնյա ծածկույթ եւ տեղային լուծումներ են տրվել մոտ 320 ժամանակավոր տեղային լուծում են տրվել մոտ 320 փոսի, որը գույքագրված է։ Քաղաքապետը թեմա է բացում նաեւ բիտումի մասին։ Նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարզվեց շատ անհարմար պահի է նկարահանումը տեղի ունեցել, իսկ Ավինյանի մեկնաբանմամբ անվերահսկելի հին հայկական մեթոդներով աշխատանք է կատարվել։ Թոթովենց ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները, վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար, չեմ հասել են այդ հատվածը, նկարանը տեղի ունեցել։ Իսկ թե որ ընկերության պատճառով։ Բալաուղիտ մեկ ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Կամ լավ ասենք որ դառնա, էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Աշխատանքների ձախողման պատճառը միաժամանակ 2 տեղում աշխատելն է, ասում է Սևոյանը, իսկ Ավինյանը անիմաստ համարում նման աշխատանքը։ Ախր պարոն Սևոյան, 2 տեղով որ սկսել եք, հիմա 2 տեղով էլ եթե անորակ եք անելու, եթե 2 տեղով է խնդիր լինելու տարվա վերջը, իմաստ է սկսելու այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետի ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Թե ինչպես պետք է լուծվի փոսերի խնդիրը, քաղաքապետարանից պատասխան չկա։ Բայց Աջափնյակում կատարվող աշխատանքներից ոչ միայն գոհ են։ Հասնում է պարոն քաղաքապետ, որ Աջափնյակի շինարարներից մեկ բավականին գոհունակությամբ կարող եմ արտահայտվել, որովհետև թե ինտենսիվությունը եւ թե որակը ակնհայտ է։ Այլև նախատեսում են դեռ գոյություն չունեցող մետրոյի կայարանի կողքին բիզնես կենտրոն կառուցել։ Ամենակարևոր հատվածներ, էլի Աջափնյակ մետրոյի կայարանի։ Այո, հարող տարածքում, այո։ Իսկ մինչ այդ մայրաքաղաքում փոսերն ավելանում են, պատասխանատուները արդարանում, իսկ քաղաքացիները շարունակում տուժել։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։